Աբու Դաբիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն ընդունել են երկու հասարակություններն առօրյայում ականատես են լինելու խաղաղության իրական օգուտներին։ Կողմերը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Ռադար Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Արեգ Քոչինյանը կարևոր է համարում նրանց հանդիպումը, նշելով՝ մեծաթիվ կուտակած հարցեր կան քննարկելու։ Ես կարծեմ բավականին մեծ թվով հարցերի շարք կա կուտակված, որոնք պետք է քննարկել եւ հույսով եմ, որ դա հենց տեղի է ունեցել։ Խոսելով տնտեսական կապերի մասին, քաղաքագետը նշեց, տնտեսական կապերը հանդիսանում են կարևոր փոխադարձ վստահության մեխանիզմ։ Ինչքան ավելի լինի ադրբեջանական տնտեսական կապվածությունը, էներգետիկ կապվածությունը, առևտրային կապվածությունը, այնքան մենք հեռանում ենք ուրեմն բախումների հնարավորությունից եւ մոտենում ենք դեպի լիարժեք խաղաղություն։ Քոչինյանն առաջարկում է ստեղծել առանձին տնտեսական բանակցային դրեկ, որը կզբաղվի բացառապես տնտեսական եւ առևտրային հարաբերություններով։ Կա օրինակ սահմանազատման սահմանագծման թրեք, կա կոմունիկացիաների ապաշրջափակման թրեք բանակցային, կա քաղաքական թրեք բանակցային։ Ես կարծում եմ նաեւ հապա հաշվարկել է նման տնտեսական թրեք ստեղծելու։ Կա օրինակ երկրների էկոնոմիկայի նախարարները կամ փոխվարչապետերը։ Հանրային տրամադրությունների փոփոխություններին անդրադարձ կատարելիս քաղաքագետը նշեց, որ այն ընթացիկ գործընթաց է եւ կարող է տևել տասնամյակներ։ Հանրային տրամադրությունների փոփոխությունը ինչ որ կոնստանտ մեծություն չի, որ ես ասեմ, օրինակ այս ինչ օրը դա տեղի է ունենալու։ Դա ընթացիկ մշտական process է, որը իմ կարծիքով տևելու է տասնամյակներ, նույնիսկ երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, չգիտեմ, ավերացվի, դա դեռ չի նշանակում, որ հասարակությունները միմյանց նկատմամբ ուրեմն իրաց սպայնեհաց վերաբերմունքը փոխելու է։ Դա տևելու է տասնամյակներ։ Դա տասնամյակների աշխատանք է իրանից ենթադրում։ Այս առումով պետք է ֆիքսել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը դա ճանապարհի ավարտը չի, դա իրականում ճանապարհի մեկնարկն է։ Արեգ Քոչինյանի գնահատմամբ իրական խաղաղաշինությունը մեր երկրների միջև սկսվելու է հենց պայմանագրի ստորագրումից հետո, եւ այստեղ հասարակությունը, հատկապես քաղաքահասարակությունն ունի անկյունաքարային նշանակություն։